Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում յուրահատուկ մթնոլորտ է։ Այստեղ բացվել է նոր փոքրիկ գրադարան, որը համալրված է ոչ միայն գրքերով, այլև մարդկային պատմություններով, հիշողություններով ու արժեքներով։ Գրադարանը ստեղծելու գաղափարը մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանինն էր։ Նպատակն էր աշխատանքային միջավայրը դարձնել ավելի ջերմ եւ մտերմիկ։ Յուրաքանչյուր գիրք այստեղ ունի իր պատմությունը։ Այն ընտրվել է սրտով, որպես կյանքի ընթացքում ամենամեծ տպավորություն թողած ստեղծագործություն։ Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտական գրադարանին զուգահեռ ստեղծում ենք ջերմ գրադարանային մի անկյուն, որտեղ մեր թիմի յուրաքանչյուր անդամ հնարավորություն կունենա թողնելու իր կողմից կարևորվող եւ իր կյանքի վրա որևէ ազդեցություն ունեցած ցանկացած գիրք եւ համանմանորեն կարդալու նպատակով ազատորեն վերցնելու մեր գործընկերների կողմից այստեղ բերված այլ գրականություն։ Ընդ որում, այս գրադարանային անկյունը նախատեսված չէ մասնագիտական գրականության համար։ Ես օրինակ ինձ հետ բերել եմ Սթիվեն Քովի ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները անձնական աճի ազդեցիկ դասեր գիրքը։ Գրքից առանձնացրածս մեջբերումն է։ Գանդի խոսքերն են։ Նրանք չեն կարող մեզնից խլել մեր ինքնասիրությունը, եթե ինքներս այն չտանք նրանց։ Նվիրաբերության կարևոր բաղադրիչն այն է, որ գրքերի մեջ նշվում է նվիրատուի անունը, իսկ ցանկության դեպքում նաև այն միտքը կամ գաղափարը, որը տվյալ գիրքը փոխանցել է ընթերցողին։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այն եզակի միջավայրերից է, որտեղ մարդիկ գալիս են աշխատանքի հաճույքով։ Դրա հիմքում են բարձր մակարդակի մարդկային փոխհարաբերությունները։ Այս միջոցառումը հնարավորություն է ստեղծում ամրապնդելու ջերմ եւ անմիջական միջավայրը։ Գրադարանը ձևավորվելու է բացառապես աշխատակիցների կողմից ընտրված գրքերով, որոնց մեջ յուրաքանչյուրս գրելու ենք այն հիմնական գաղափարներն ու արժեքները, որոնք որ մենք ձեռք ենք բերել տվյալ գրքից, դրանք փոխանցելով մեր գործընկերներին։ Այս գրադարանը մեզ համար պարզապես գրքերի հավաքածու չէ, այլ կարդալու, սովորելու եւ միմյանց հետ նոր գաղափարներով կիսվելու լավ հնարավորություն։ Կարևորում եմ այս գրադարանի բացումը, քանի որ կարծում եմ այն աշխատակազմում ստեղծում է ջերմիկ եւ տաքուկ անկյուն։ Ինչու՞ չէ նաեւ հնարավորություն է երբեմն կտրվելու մասնագիտական գրականությունից, քանի որ կրթությունը կարծում եմ ինքնուրույն իրավունք է եւ հնարավորություն է մյուս իրավունքները իրացնելու համար։ Նորաստեղծ գրադարանը կդառնա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սիրելի անկյուններից մեկը, որպես տարածք, որտեղ գիրքը կապում է մարդկանց։